Որպեսզի էլի շատ երկար չգնամ առաջ ու թույլ տամ ձեզ հարցեր տալ, ամփոփեմ երկու ծրագիրի մասին հիշատակելով, դա Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերն են, դրանցից մեկը դրամական աջակցության ծրագիրն է, որը 2025 թվականին շարունակվել է եւ նաեւ մենք որոշում ենք ընդունել դեկտեմբերին, որ շարունակվելու է նաեւ 2026 թվականին, դրա հետ մեկտեղ որոշում ենք ընդունել երկարատև վարձակալության ծրագրի նոր ծրագրի ներդրման մասին, որը վերաբերելու է այն քաղաքացիներին, որոնք այս կամ այն պատճառներով փոքրաթիվ ընտանիքներ լինելու պատճառով նաև չեն կարողանալու օգտվել սերտիֆիկատների ծրագրից, դրանք հիմնականում տարեց մեր հայրենակիցներն են եւ այնտեղ պայմաններ կան, որ գումարային տարիքը չպետք է պակաս լինի համապատասխան թվից եւ նաև խորը կամ ծանր հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիներ, այսինքն փոքրաթիվ եւ որոշակի դժվարին պայմաններում հայտնված ընտանիքների համար մենք երկարաժամկետ վարձակալության ծրագիր ենք իրականացնելու, որը մեկնարկելու է հուլիսի 1-ից։ Սերտիֆիկատների ծրագիրը շարունակվել է եւ մենք տարվա դրությամբ արդեն ունենք հավաստագիր ստացած 4040 ընտանիք արդեն ստացել է հավաստագիր եւ մենք տեսնում ենք հավաստագիրների ստացման տեմպի արագացում եւ հույս ունենք, որ տեմպը ելի կարագանա եւ մեր բոլոր քաղաքացիները, հայրենակիցները ստանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որտեղ դա կարևոր նախապայման է, կստանան հավաստագիր։ Չեմ վարանի նաև ասել, որ ընթացքում եղել են նաև շտկումներ այդ ծրագրում եւ չեմ բացառվում, որ ելի լինեն շտկումներ տեխնիկական, որտեղ տարբեր իրավիճակներ են բացահայտվում նաև իրական կյանքում եւ ծրագիրը ընթացքում լավարկվել է եւ հնարավոր է, որ ելի լավարկվի։ Մյուս շատ բան կա իրականում ասելու, չեմ ուզում ելի շատ ձեր համբերությունը չարաշահեմ, Ղարաբաղից տեղահանված մեր քաղաքացիների ծրագրերը ասեցի, մյուս կարևոր ծրագրերից նաև եղել է 16 միլիոնների հայտնի ծրագիրը, որը ելի հաջողությամբ իրականացվել է եւ մենք ունենք 2316 ընտանիք, որոնք դարձել են շահառու, 2270-ը, որոնք վարկավորվել են եւ 212-ը, որոնք արդեն ունեն տան ավարտական ակտ։ Ուզում եմ այս մասով էլ միանգամից ասել, որ հիմա կառավարությունում քննարկվում է ծրագիրը վերաբացելու հարցը, թեև սրա մասին արդեն ասել ենք, բայց նորից առիթը օգտագործելով ասեմ, իհարկե որոշակի տրամաբանությամբ, որտեղ մենք ունեցել ենք ծրագիրը շատ հաջողված է իրականում եւ շատ մասշտաբային, բայց մենք ունեցել ենք որոշ անհամաչափություն տարբեր բնակավայրերի մասով, եղել են բնակավայրեր, որտեղ որ շատ տներ են կառուցվել, ինչը շատ լավ է, այսինքն միևնույնն է դա լավ է, բայց եղել են նաև բնակավայրեր, որոնք հարաբերականորեն ավելի քիչ տներ են կառուցվել, իրենց նախկինում եղած տների կամ բնակչության թվի հաշվով եւ մեր նպատակն է նաեւ ինչ որ չափով համաչափություն ապահովել, որպեսզի նաեւ փոքր բնակավայրերն էլ զարգանան կամ ավելի քիչ զարգացածները զարգանան եւ վերաբացվելիս մենք նաեւ դա ենք հաշվի ենք առնելու նաեւ նախկինում հողամաս ունեցող եւ շինթույլտվություն ունեցող քաղաքացիներին, որոնք չեն հասցրել օգտվել ծրագրից եւ նաեւ հաշվի ենք առնելու դպրոցաշինության մեր ծրագիրը, երբ որ որոշ բնակավայրերում մենք կառուցել ենք դպրոցներ, որտեղ կան թափուր աշակերտների տեղեր։ Մենք այդտեղ ենք թույլ տալու նոր տներ կառուցել, նաև որպեսզի այդ հարցն լուծենք համաչափ զարգացման։ Երևի այսքանը շատ կարճ, հարգելի գործընկերներ, ես փորձեմ մյուս չպատասխանված կամ չլուսաբանված մասերին հարցերի տեսքով պատասխանել։